I'm Zaur Shariyev from Azerbaijan. So, Ես Զաուր Շարիֆովն եմ Ադրբեջանից, ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ ձեր աշխատանքի եւ ձեզ ես գիտեմ, որ դուք եք եղել այն հիմնական բանակցող հայկական կողմից, իմ հարցը հետեւյալն է. ինչպես եք դուք տեսնում ձեր համագործակցությունը Ադրբեջանի միջազգային քաղաքականության Տեսնում եք արդյոք հնարավորություն, որ այդ պլատֆորմը, որ Ադրբեջանն է նախաձեռնում, կարող է ընդհանրական լինել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի համար, կարող է դա լինել նույն պլատֆորմը բոլորիս համար եւ առաջ տանի ռեգիոնալ տեսլականը եւ ինչպես կարող է դա օգտակար լինել օրինակ Հայաստանի համար, ոնց եք դուք դա տեսնում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Հայաստանը իհարկե, եւ մենք այս մասին բարձրաձայն ասել ենք տարբեր առիթներով, Հայաստանը իհարկե շահագրգռված է տարածաշրջանային համագործակցության եւ տարածաշրջանային ուրեմն հարթակների մեջ։ Ես առիթ ունեցա նաև այսօր ասելու, որ այդ բոլոր ռազմավարական գործընկերությունների, այդ բոլոր մեծ ուրեմն աշխարհի քարտեզի մեջ մեր համար առանձնահատուկ կարևորություն ունեն, հասկանալիորեն մեր հարաբերությունները մեր անմիջական հարևանների հետ։ Հիմա այս կոնտեքստում մենք իհարկե զարգացնելու ենք եւ վայելում ենք այսօր այդ արդեն եւ շարունակելու ենք զարգացնել լավ հարաբերությունները Մեր 4 հարևաններից երկուսի, Վրաստանի եւ Իրանի հետ։ Եվ մենք մեր կողմից գոնե բոլոր ջանքերը, կառուցողական ջանքերը գործադրում ենք, որպեսզի փոխըմբռնում, առնվազն խաղաղություն, հանդուրժականություն եւ քիչ-քիչ արդեն հնարավորության դեպքում համագործակցություն, գործընկերություն տարբեր հարցերում ձևավորենք նաեւ նախ սկսենք սահմանները բացելուց եւ այն ձևավորենք նաեւ մյուս երկու հարևան հետ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Շատ էական քայլեր արվում են արդեն եւ արվել են արդեն ուսուցությամբ եւ մենք ոչ միայն հետաքրքրված ենք երկկողմ հարաբերությունները օրինակ Հայաստան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Հայաստան, Իրան, Հայաստան, Թուրքիա, այլ նաեւ տարածաշրջանային ուրեմն ավելի բազմակողմ տարածաշրջանային համագործակցությամբ դրա առիթներն են եղել, նշեցիք նաեւ Հարավային Կովկասի 3 երկիր Հայաստան, Վրաստան, Ադրբեջան Այդ ձևաչափով են հանդիպումներ եղել փոխնախարարների, արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով, համենայն դեպս մյուս երկու երկրներից մենք լսել ենք հավաստիացումներ, որ իրենք էլ են հետաքրքրված, պայմանավորվածություն կա շարունակել այդ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան հանդիպումները գուցե ինչ-որ փուլում դարձնել նախարարական, հաստատ կան հարցեր, որ մենք երեք երկրներս կարող ենք համագործակցել եւ ենթադրում եմ կան հարցեր, այդ թվում եւ արտաքին քաղաքականության, այդ թվում եւ ինքնիշխանության ամրապնդման, որտեղ երեք երկրների շահերը կարող են կամ պատկերացումները կարող են նաեւ համընկնել։ Հիմա այդպես է ստացվել, մենք երեքս ոչ շատ մեծ երկրներ ապրում ենք կողք կողքի։ Մեզնից ոչ մեկը հավաքական չի գնացել, չգիտեմ, տարածքներ բաժանող ինչ-որ մարմնի մոտ կամ մարդու մոտ կամ չգիտեմ այլ տեզերական ուժերի մոտ եւ ընտրել այս կտորը այսինչ երկրի հարևանությամբ մեր ճակատագրերը այդպես են հա դասավ հիմա մենք պետք է մենք դատապարտված ենք ստիպված ենք համագործակցենք սա ակնհայտ ճշմարտություն է եւ նույնիսկ հաշվի առնելով ինչպիսի մեծ դերակատարներ ինչպիսի ուրեմն այլ պատկերացումներ կարող են ունենալ մենք նույնիսկ մեր պատմությունից պետք է տեսնենք որ մենք անկախություն ենք ձեռք բերել միաժամանակ մենք ուժեղացել ենք, միաժամանակ թուլացել ենք, միաժամանակ պատմության ինչ-որ փուլում կորցրել ենք մեր անկախությունները, միաժամանակ եւ հետո նորից անկախացել ենք միաժամանակ, սա ինչ-որ մի բան պետք է հուշի մեզ կարծում եմ։ Եվ որքան շուտ մենք հասկանանք, որ կան տեղեր, որտեղ հետաքրքրությունները նույնն են, կան տեղեր, որտեղ հետաքրքրությունները կարող են մոտ լինել, կան տեղեր, որտեղ մենք կարող ենք համագործակցել, շահել Եվ իհարկե ինչպես բոլոր հնարավոր հարաբերությունում կլինեն տեղեր, որտեղ մենք տարբեր կմտածենք, եւ մեր շահերը չեն համընկնի եւ կարող է հակառակել լինեն։ Այս ամենը շատ բնական process է։ Ես չգիտեմ աշխարհում որևէ հարաբերություն,
որտեղ երբեք որևէ մի խնդիր չկա։ Ժողովուրդ ջան, մենք խոսում ենք կարգավորումից, ես սա կարևոր եմ համարում սա ասել, եւ Հայաստանի Հանրությանը, եւ նաեւ ձեր միջոցով Ադրբեջանի Հանրությանը, եւ ընդհանրապես աշխարհին խնդիրները միջազգային հարաբերությունում չեն ավարտվում։ Այդպես լիներ չէին լինի ուղղակի այդ միջազգային հարաբերությունները, բոլոր հնարավոր կազմակերպությունները, բոլոր հնարավոր ձևաչափերը, միշտ ինչ որ մի խնդիր լինում է։ Խոսքը նրա մասին է, որ խաղաղությունը հաստատված է, անվտանգությունը կա, մենք միասին բացահայտենք նոր մեխանիզմներ, ուղիներ, որտեղ մեր ժողովուրդները կարող են շահել, տնտեսական շահ ունենալ, քաղաքական եւ այլ, բայց որ հարաբերություններ վերցնեք, միշտ ինչ որ մի խնդիր կմնա։ Տենց են մարդկանց հարաբերությունները, տենց են երկրների հարաբերությունները։ Հիմա մի քիչ շեղվեցի ձեր բարձրացած հարցից, բայց այո, հավաստում եմ, որ Հայաստան շահագրգռված է նաև տարածաշրջանային համագործակցությամբ, նշեցի 3 երկրների ձևաչափը, չմոռանանք 3 գումարած 3 հարթակը, որտեղ կան Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը, մենք ստեղել ենք մասնակցում եւ հետաքրքրված ենք հետագա շարունակմամբ, եւ այդպես էլ շարունակելու ենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։